Արժանի հյուրասիրություն, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի խելոք մարդ էշի սանձից բռնած մտնում է վանքի բակը։ Ընկուզենու տակ նստած 3 վանական խորոված գոճի էին ուտում։ «Անուշ լինի եղբայրներ», ասում է գյուղացին։ «Աստված քեզ առողջություն տա», պատասխանում են նրան վանականները։ «Աստված գիտի իմ տալիքը, իսկ դուք չեք կարող արդյոք հյուրասիրել ինձ»։ «Կարող ենք, եթե մեզնից խելոք դուրս գաս»։ «Դե ուրեմն հարցեր տվեք, պատասխանեմ»։ Նախ հարցնում է առաջին վանականը. «Որտեղ է երկրի կենտրոնը»։ Խելոքը մահակը բարձրացնում, ցույց է տալիս էշի առջևի աջ ոտքը։ Այնտեղ, որտեղ իշուկիս այդ մի ոտքն է։ «Ինչ գիտես», առարկում է վանականը։ «Եթե չեք հավատում, բարի եղեք չափել», պատասխանում է խելոք գյուղացին։ «Տեսեք այդտեղ է, թե ավելի հեռուն»։ Վանականը զարմացած լռում է։ Այն ժամանակ խոսում է երկրորդ վանականը. «Քանի աստղ կա երկնքում»։ «Այնքան, որքան մազ կա իմ իշուկի վրա», կտրում է իմաստունին ծերունին։ «Իսկ ինչպես կարող ես ասածդ ապացուցել», նորից պնդում է վանականը։ Խելոք գյուղացին պատասխանում է. «Եթե չես հավատում, ինքդ հաշվիր, եւ եթե ավել կամ պակաս դուրս գա, այն ժամանակ կվիճենք»։ «Այ մարդ», չի դադարում վանականը, «միթե հնարավոր է էշի վրայի մազերը հաշվել»։ «Իսկ երկնքի աստղերը հնարավոր է», պատասխանում է նրան իմաստուն գյուղացին։ Վանականն ամոթահար կախում է գլուխը։ Հերթը գալիս է 3-րդ սքեմավորին։ «Լսիր, բարեկամ, կարող ես ասել, թե քանի մազ ունի իմ մորուքը», հարցնում է նա։ Գյուղացին առանց մտածելու պատասխանում է. «Այնքան, որքան մազ կա իմ իշուկի պոչին»։ «Ինչպես կապացուցես դա»։ «Շատ հեշտ, մի մազ քո մորուքից կպոկեմ, մի մազ էշի պոչից։ Եթե հավասար դուրս չեկավ, ուրեմն ճիշտը դու ես»։ Վանականը մնում է զարմացած ու առատորեն հյուրասիրում իմաստուն գյուղացուն։